Ավելի քան 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ 2021-ից 2023 թվականների ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը օգտագործելով իր ծառայողական լիազորությունները պաշտոնական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում իր մտերիմներին եւ բարեկամներին մանկապարտեզում նշանակել է տարբեր, այդ թվում նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիկների, ինքն էլ ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը օգտագործելով ծառայողական լիազորությունները պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները։ Նշված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ մանկապարտեզի տնօրենը տարբեր անձանց հետ պայմանագրեր է կնքել որոշակի հաստիկների նշանակելու վերաբերյալ, սակայն նախնական համաձայնություն են ձեռք բերել նշանց անձանց հետ, որպեսզի վերջիններս չներկայանան աշխատանքի, սակայն մանկապարտեզի կողմից փոխանցվող գումարները տնօրենի անձամբ տնօրենը։ Վերջիններից աշխատավարձերի քարտերը տնօրենի կողմից ձեռք է բերվել եւ վերջինս է տնօրինել ստացված աշխատավարձերը։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիկների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը։ Ընդ որում նշանակված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն տնօրենը համապատասխան փաստաթղթերում կատարել է վերջիններիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ կեղծ գրառումներ, այդպիսով տիրանալով նշված գումարներին։ Բացի այդ, նաև նախաքննությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը հիշյալ մանկապարտեզում աշխատող անձանց վերաբերյալ հաստիկներում ավել հաստիկների է նշանակել, սակայն այդ անձիկ նշված հաստիկներում չեն աշխատել, այլ հաստիկներին ավել փոխանցված գումարները ստացել են եւ արձառն փոխանցել են մանկապարտեզի տնօրենին։ Բանկային քարտերը, որոնք որ անձինք ներկայացրել են տնօրենին, նշված բանկային քարտերը տնօրինել է անձամբ տնօրենը, ունենալով նշված բանկային քարտերի, այսպես ասած, PIN կոդը եւ կանխիկացումներ կատարվել է տնօրենի կողմից եւ անձամբ տնօրինվել իր կողմից աշխատավարձերը։ Այդ գումարներից նշված անձինք ոչ ոք չի տնօրինել, այլ տնօրինել է միայն մանկապարտեզի տնօրենը։ Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2021-ից 23 թվականների ընթացքում մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 միլիոն դրամի ավտոբենզինը օգտագործել է սեփական կարիքների համար։ Նաև պարզվել է, որ նշված մանկապարտեզը չունենալով դիզելային վառելիքով շարժիքով ավտոմեքենա, մանկապարտեզը ձեռք է բերել ավտոբենզին, իսկ հիշյալ ավտոբենզինը չի օգտագործվել մանկապարտեզի կարիքների համար, այլ նշված ավտոբենզինը օգտագործվել է մանկապարտեզի տնօրենի կողմից։ Մանկապարտեզի տնօրենը օգտվելով իրեն ընձեռնված հնարավորությունից մանկապարտեզին հատկացված գումարներով իր համար անգամ սեփական վարորդ է պահել։ Մանկապարտեզի տնօրենը նշված մանկապարտեզում ունենալով վարորդի հաստիկ, սակայն ոչ նշված հաստիկը տրամադրված լինելով իրեն անձնական վարորդ օգտագործել, այլ անձին ընդունել է աշխատանքի եւ վերջինս որպես վարորդ վարել է նշված մանկապարտեզի տնօրենի ավտոմեքենա։ Առանձնապես խոշոր չափերով հափշտակության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար տնօրենին եւ նրան օժանդակած անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նշված քրեական վարույթով ինչպես մանկապարտեզի տնօրենին, այնպես էլ եւս 4 անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել։ Նշված մանկապարտեզի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 445 հոդվածի առաջին մասով եւ քրեական օրենսգրքի 256 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաեւ նրան օժանդակած եւս 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 257 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 3-րդ կետերով։
Մանկապարտեզի տնօրենի եւ հիշյալ 4 անձի վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ 2025 թվականի մարտի 21-ին քրեական վարույթը հանձնվել է հսկող դատախազին։ Տնօրենին օժանդակած եւս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով։ Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 միլիոն դրամ, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքի վրա։ Քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է։ Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերը ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։